Հրապարակ թերթը գրում է 2026 թվականի պետական բյուջեով կառավարական առանձնատների տնտեսություն ՊՕԱԿ-ի ֆինանսավորումը կազմել է ուղիղ 621 միլիոն 340 հազար 100 դրամ, 2023-ին շուրջ 542 միլիոն էր կազմում, 24-ին արդեն 603 միլիոն, իսկ այս տարի 2025-ի համեմատ 18 միլիոնով ավելի, այսինքն անշեղորեն աճում է։ Ենթադրվում է, որ այս միջոցները պետք է ծախսվեն բացառապես բարձրաստիճան պաշտոնատար անձանց, հատկացված պետական առանձնատների ու տարածքների պահպանման, կոմունալ ծախսերի, անվտանգության ու տեխնիկական սպասարկման համար, բայց պարզվում է հոգում են բոլոր ծախսերը, սկսած սննդից, զուգարանի թղթից ու կենցաղային այլ կարիքներից։ Օրինակ, մենք պատահաբար տեղեկացանք, որ այս հիմնարկը հոգում է անգամ վարչապետի աղջիկների մատնահարդարման ծախսերը։ Գնում են մանիկյուր, պետիկյուր են անում, հետո կառավարական ամառանոց ՊՕԱԿ-ից գումարը փոխանցում են սալոնին, հայտնել է հրապարակի աղբյուրը։ Տեղեկությունը փորձել են ճշտել վարչապետի աշխատակազմից, քանի որ ՊՕԱԿ-ի հեռախոսահամարները հասանելի չեն հանրությանը։ Պարզաբանումներ ստանալու հույսով կապվել են վարչապետի նորանշանակ խոսնակ Մելանիա Հարությունյանի հետ, որը գրավոր հարցում է ուզել։ Հրապարակից ուղարկել են հարցումը ու արդեն 15 օր է սպասում են պատասխանին։ Խորհրդավոր լռությունից կարող են ենթադրել չեն ցանկացել հաստատել, բայց նաև չեն կարողացել հերքել, ուստի նախընտրել են ոչինչ չասելը։ Հրապարակը գրում է այնպես, որ հանրային միջոցների թալանից առավոտից երեկո խոսող վարչապետը և նրա ընտանիքի անդամները պարզվում է անգամ իրենց ամենատարրական կարիքները պետբյուջեի հաշվին են լուծում։ Հարց է ծագում՝ ուրեմն ինչու է պետությունը միլիոնների հասնող աշխատավարձ վճարում նրանց։